Ողջունում եմ մեր հետևորդներին, քեզ Վահան։ Ողջույն Դավիթ, ողջույն մեզ հետևող մարդիկ։ Եվ այսօր ուղևորվում ենք Նորքի այգիներ։ Ինչ ռոմանտիկ է։ Եվ այնտեղ մեզ սպասում է մարքետոլոգ Սեդա Վարդանյանը։ Անձի բրենդավորման մասնագետ Սեդա Վարդանյանը։ Այո, նաև։ Վարդանյան։ Կապ չունեք իրար հետ վստահ եմ ազգակցական։ Բոլոր Վարդանյանները իրար հետ կապ ունեն, Վահան։ Շատ լավ։ Սեդան վերջերս է իր ամուսնու հետ մեկտեղ վերանորոգել իրենց առանձնատունը։ Հրաշալի է։ Եվ կարծում եմ շատ հետաքրքիր նյուանսներ ունի մեզ պատմելու։ Դե գնանք հասկանանք, թե որոնք են այդ նյուանսները։ Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Вызов. Подождите. Вызов завершен. Ողջույն Սեդա, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Շատ ուրախ ենք ու չէինք սպասում։ Բայց մենք զանգել եւ զգուշացրել էինք ձեզ իրականում։ Կարելի է ներս գալ։ Իհարկե։ Համեցիկ։ Ողջույն Ռոբերտ։ Ողջույն, բարի լույս, ոնց եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալ։ Ձեր շունը կարծես թե անհանգստացավ մեզ տեսնելուց հետո։ Դե անծանոթ մարդիկ եկան, միանգամից աշխուժացավ։ Ով է նա։ Մարշալն է, մեր տղայի շունն է։ Դրել ենք Շինյաչի պատրուլի հետ շներից Մարշալի անվան, որտեղ տղուս սիրած շունն էր, էլի Մարշալը։ Այսօր նկարահանումներ են, դրա համար եք նրան պահել վանդակում, թե միշտ այդտեղ է լինում։ Չէ, նկարահանման համար։ Որ չխանգարեր։ Շնորհակալություն։ Դե պատմեք, որտեղ ենք գտնվում, սա ում տունն է, երբանից եք այստեղ ապրում։ Ապրում ենք դեկտեմբերի 31-ից։ Այս տարի ենք տեղափոխվել, վերանորոգել ենք 1 տարի։ Հունվարի 8-ից սկսեցինք, դեկտեմբերի 31-ին վերջացանք։ Նորքի այգիներում ենք գտնվում ու ոնց որ դրախտում լինենք, որովհետև լրիվ կտրված է ու շատ ծառեր կան ու շատ բնություն։ Այդպես իմ ամուսնուս տունն է ու մեր բալիկն էլի։ Տունը արդեն կար, թե կար միայն հողամասը, դուք վրան կառուցել եք տուն։ Տունը մեկ հարկանի տունը կար, մենք մանսարդային հարկ ենք ավելացրել եւ վերակառուցել ենք։ Ներքին բաժանումները լրիվ փոխել ենք, իսկ հիմա այգին ոնց որ բարեկարգման փուլում ենք գտնվում։ Վերանորոգման հեղինակը ով է եղել, ով է ավելի շատ խառնվել այդ գործին։ Դե այդ առումով Սեդանն է ամբողջ շինարարությանը հետևել, դիզայնը, իսկ ամենակարևոր փուլը երևի Սեդան պատմի դիզայնից։ Նախ երկուսս ենք միասին որոշել դիզայնը ոնց պետք է լինի, որովհետև մեկ փորձ արդեն ունեցել ենք վերանորոգման ու արդեն երկրորդին լրիվ ուրիշ աչքով ենք նայում ու որ մեր հիմնական տունն է լինելու ամեն մանրուքին շատ ուշադիր ենք, որ մեզ հարմար լինի ամենակարևորը ու իհարկե միասին շատ մանրակրկիտ վերանորոգման ամբողջ process-ին մասնակցել ենք, որովհետև ինչքան է լավ մասնագետը ամբողջ process-ը կառավարի, մեկ է, ոնց որ իրանք կոպես չեն մտածում, իրանց պատկերացման ուրիշ ձև է, այդպես շատ ենք տանջվել, բայց ստացել ենք լավագույնը, ինձ թվում է,
անգամ ավելին, քան հնարավոր էր։ Հիմա խոսենք ձեր գործունեության մասին։ Դուք զբաղվում եք մարքեթինգով եւ անձի բրենդով, ճիշտ եմ ասում։ Բրենդինգով, այո։ Անձի բրենդինգով։ Նախ ինչ ասել է անձի բրենդինգ։ Խոսենք դրա մասին։ Այո, տեսեք, երբ որ ընկերություններին բրենդավորում են, տալիս են ֆիրմային ոճ, դիրքավորում եւ շուկայի առաջ մղման տարբեր ռազմավարություններ են մշակում, նույնը իրականացվում է անձի հետ, երբ որ դե գիտեք, արդեն վաղուց երևի 10 տարուց ավել է, շատ ակտուալ է, երբ որ ընկերությունները ունենում են դեմք, պարտադիր չի դա լինի հիմնադիրը, բայց եթե երկու անուն ասեմ, Steve Jobs ու Elon Musk, կհասկանանք, որ այդ մարդիկ իրենց անձով, նաև լինելով շատ պրոֆեսիոնալ, կարողացել են բոլոր իր մրցակիցներից տարբերեն ու համար մեկը դարձնեն իրենց ոլորտում, իրենց ընկերությունը։ Այսինքն անձի բրենդինգը արվում է այն ժամանակ, երբ որ հիմնադիրը շատ կոմպետենտ է իր մասնագիտության մեջ եւ ուզում է իր ընկերությունը իր դեմքով ճանաչեն ամբողջ աշխարհում։ Շատ ռիսկեր են դրա հետ մեկտեղ առաջ գալիս, օրինակ հիշենք Տիմոթիին, երբ որ Blackstar ու այդ շարքը Blackstar Burger, Barbershop-երը տեղի ունեցան, ստեղծվեցին ու շատ մեծ զարգացում ունեցավ, բայց հիմա ինքը էլ չունի այդ բրենդը, ունի այլ ընկերություններ ու մի տեսակ հեղինակության վրա էլի շատ ուժեղ ազդում ընկերության, այսինքն անձը ամբողջությամբ կառավարվում է այլ թիմի, այլ մենեջմենթի կողմից, որովհետև դա մենակ իր անձը չի, այլ արդեն դրա հետևը կանգնած է մեծ կորպորացիա։ Այդպես։ Ես դեռ կանդրադառնամ ձեր տված պատասխանին, բայց խոսենք նաև Ռոբերտի գործունեության մասին։ Ռոբերտ, դուք ինչով եք զբաղվում։ Ես Կասկադ էներգոյի տնօրենն եմ, էներգետիկ ոլորտում շինարարություն, արտադրություն, ի ոլորտը մարքեթինգի, անձի բրենդինգի հետ կապ չունի։ Բայց նաև մասնագիտությամբ էլ հաշվապահ է ու Ձեր կազմակերպության մարքեթինգով ով է զբաղվում, Ռոբերտ։ Իհարկե կինս, ով պետք է զբաղվի։ Գոհ եք նրա կատարած աշխատանքի։ Իդեպ վճարում եք նրան այդ աշխատանքի համար, թե բարեգործական հիմունքներով է դա արվում։ Ընտանեկան ֆինանսավորմամբ։ Պարզ է։ Սեդա, դուք ասացիք, որ կազմակերպություններին օգնում եք, որպեսզի նրանք կարողանան անել անձի բրենդավորում։ Ես ուզում եմ հասկանալ ինչպես է տեղի ունենում process-ը։ Ենթադրենք ես ունեմ որևէ կազմակերպություն եւ ձեզ դիմում եմ, ասում ցանկանում եմ որևէ կերպ իմ անձը բրենդավորվի։ Ինչն է ձեր գործունեության նպատակը։ Առաջին հերթին ես այդ հարցը մոտ 5 տարի առաջ ինձ տվեցի, որ մարդիկ ովքեր լսել են անձի բրենդինգի մասին, բայց այդքան էլ լավ չեն պատկերացնում, բա ինչ է իրենց սպասում, եթե զբաղվեն իրենց անձի բրենդավորմամբ ու շատ երկար մտածելուց, որպեսզի իմ պատվիրատուների համար հեշտ լինի ընկալել ամբողջ ճանապարհը, կազմեցի ճանապարհ, road map մասնագիտական լեզվով, որ A-ից Z ցույց եմ տալիս իմ պատվիրատուներին, ինչ ճանապարհ է իրենց սպասվում, որ հասնեն գագաթնակետը, անձի բրենդավորման։ Ու ամենաառաջի փուլը հետազոտությունն է։ Մենք պետք է հետազոտենք եւ մասնագետին որպես անձ, եւ ոլորտը, եւ իրան լավագույն ձևով ոնց կարող ենք դիրքավորել։ Եվ այդ ամբողջը բխում է ամենակարևորը մարդուց։ Երբեք չենք դարձնում դերասանի ինչ-որ դերակատարություն, որ այդ մարդը օրինակ տեսակով ինտրովերտ է, դարձնում ենք էքստրավերտ։ Այդպես չի, կամ ինքը ունի այլ նպատակներ դիրքավորման, մենք իրան ասում ենք, չէ, ճիշտ է, այսպես է, շատ օրգանիկ, ներդաշնակ համագործակցություն է տեղի ունենում։ Ու այդպես 8 կարևոր բլոկեր կան՝ բրենդավորման փուլ, դիրքավորման փուլ, մեդիայի հետ աշխատելու փուլ, սեփական պրոդուկտների ստեղծման ու զարգացման փուլ, image making-ի փուլ, տարբեր են փուլերը ու շատ ինդիվիդուալ ենք աշխատում յուրաքանչյուր պատվիրատուի հետ, որովհետև ամեն մարդ տարբեր փուլում է գտնվում ըստ անձի բրենդի զարգացման սանդղակի մեջ։ Այդպես։ Խոսենք ձեր տան մասին։ Դեռևս վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դա անձեն աչքով երևում է։ Երբ եք նախատեսում ավարտել այս ամենը, իհարկե ասում են սեփական տանը երբեք գործերը չեն ավարտվում, բայց միանշանակ ունեք տեսլական, երբ է նախատեսվում։ Դե հուսով ենք այս տարվա ամռան վերջը արդեն այգին բարեկարգած կլինենք։ Ստեղ ամառային խոհանոցն ենք նախատեսում լինի, ստեղ փոքրիկ լողավազան,
մանկական խաղահրապարակ են հատվածում երեխաների համար։ Քանի երեխաներ ունեք։ 2։ Իսկ որտեղ են նրանք։ Նրանք տատիների, պապիների մոտ են։ Ինչու։ Իրենք Էլի ոնց որ նկարահանման հետ կապված ինձ թվում է մի քիչ բան է, որ Ակտիվ երեխաներ են, գերակտիվ են ու ասացինք ավելի լավ է մյուս հանդիպմանը ձեզ առանց տեսախցիկների կծանոթացնենք։ Սիրով, խոսեցինք երեխաների մասին եւ ձեր տունը գտնվում է մի այնպիսի վայրում, որտեղ ցավոք սրտի կամ բարեբախտաբար, չգիտեմ, չկան հարևաններ եւ չկա բակ։ Ձեր երեխաները որտեղ են խաղում բացի ձեր սեփական տան ներսում գտնվող բակից։ Տեսեք, այս զոնան, որ դեռ պատրաստված չի, այդտեղ մտածել ենք, որ շատ սիրուն խաղալու հրապարակ լինելու գազոնով, ճոճանակներով, նկարչական զոնայով, բայց մենք ոնց որ մեր աշխատանքը կենտրոնում է, բալիկները տղաս կենտրոնի պարտեզա գնում, մենք պարտեզից հետո զբոսնում ենք, այգիներ ենք գնում, իսկ աղջիկս այստեղ է պարտեզ գնում, 2.5 տարեկան է, իրան բավարար է իր եղբայրը, բայց իհարկե էլի այգիներ ենք գնում, այսինքն մենք կտրված չենք կենտրոնից կամ առհասարակ մարդկությունից, բայց մենք ունենք մի հատ մեծ առավելություն, որ այս ծիտիկների բնության մաքուր օդն ենք շնչում, գոնե 6-ից հետո, ինչը շատ մեծ երջանկություն է մեզ համար։ Շարունակենք մեր նկարահանումները եւ տեղափոխվենք դեպի տուն։ Ուղեկցեք մեզ, խնդրում եմ, որովհետեւ մենք չգիտենք, թե ինչպես ենք մուտք գործելու ձեր տուն։ Որ հատված ենք մտնում։ Հյուրասենյակ։ Միանգամից հյուրասենյակ։ Բայց եթե այն կողմից մտնենք միջանցք։ Սա գլխավոր մուտքը չէ, ինչպես հասկացա։ Գնանք գլխավոր մուտքից սկսենք ձեր բնակարանի բացահայտումը։ Մի հարց եմ ուզում տալ, սնահավատ եք արդյոք, թե ոչ։ Ոչ, բացարձակ։ Իսկ ինչով է պայմանավորված այստեղ առկա աչքի ուլունքը, Դավիթ, ձախ կողմում է, կարող եք նկարահանել։ Ուղղակի մայրս շատ վաղուց նվիրել էր մեզ, այդպես չկարողացա իրան ինչ-որ տեղ չհատկացնեի, այդպես։ Բնակարանը տունը ավելի ճիշտ, քանի մետր քառակուսի է։ 110 քառակուսի առաջին հարկն է, մոտավորապես 90 քառակուսի էլ մանսարդային երկրորդ հարկն է։ Մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ մի հարկի վրա ամբողջությամբ ոնց որ բավականացնում է, որտեվ 3 ննջասենյակ ունենք։ Այո։ Ձախից աղջկա սենյակն է, աչից տղայիս։ Ընթացքում նենց ստացվեց, որ երկրորդ մանսարդային հարկ է կառուցեցինք, դեռ վերանորոգման ընթացքում է, բայց առաջին հարկում ամբողջությամբ ոնց որ տեղավորվում ենք, ամբողջությամբ բավականացնում է մեզ։ Ու ամենակարևորը, որ մեզ համար շատ կոմֆորտ է մեկ հարկում ապրելը, ոչ մի ավելորդ տարածք չունենք, որ օրինակ աստիճան բարձրանանք, նախ ես չէի ապրել 2 հարկանի տան մեջ, որովհետև կոմֆորտը ամենակարևորն է, ու մենք ամեն ինչ մեկ հարկում ենք, ոնց որ բնակարան լինի, տեղավորել շատ ուրախ եմ այդ առիթով։ Կարող ենք գնալ երեխաների սենյակներից որևէ մեկը։ Իհարկե։ Սա մեր աղջկա սենյակն է։ Արդեն նա առանձին սենյակ ունի եւ հենց այստեղ էլ 2.5 տարեկանից սկսած առանձնացրել եք նրան իր սենյակում։ Այս ամենի հեղինակը, ինչպես հասկանում եմ, սեդակրկին դուք եք։ Այո։ Բայց իմ նախասիրությունները հաշվի առնելով մասնագիտացված դիզայներական ընկերություն է ամբողջը արել, այսինքն իմ նախապատվությունները որ լինի Մոնտեսորի գրապահարան, որ ամբողջ խաղալիքների զոնան լինի Մոնտեսորի ձևով ու բացատրեմ, ինչա դա նշանակում, որ երեխային դու կարողանաս այնպիսի միջավայր ստեղծես, որ ինքը բացահայտի աշխարհը, ինքը վերցնի, ինքը տեսնի գրքերը, ոչ թե սենց պահված լինեն, օրինակ պատկերացրեք, սրանք ստեղ լինեին։ Այդքան էլ չի երևում, չէ, ինչի մասին գիրք է, ու այդպես մենք ամեն մանրուքին էլի շատ ուշադիր ենք եղել, որպեսզի երեխայի զարգացումը լինի մաքսիմալ արդյունավետ, բնական։ Այդպես։ Շարունակենք։ Եկեք շարունակենք։ Գնում ենք հիմա արդեն ձեր տղայի սենյակ։ Գիտեք, ես մի բան եմ փոքրիկ սպորտային սրահ է հիշեցնում։ Նաև մոլորակներով, մոլորակների կոնցեպտով։ Ինչով է զբաղվում ձեր տղան։
որևէ սպորտաձևով զբաղվում է, թե ոչ։ Դե այդ տարիքից սկսած արդեն երեխաներին տանում են, չէ՞, ինչ-որ։ Մենակ անգլերենի է գնում հիմա, ամեն ինչի գնացել է, այո, լողի։ Ձմռանը թատեցինք։ Հիմա ինձ թվում է այլի լողը կշարունակի ու մտածում եմ գիմնաստիկայի, ինձ թվում է դրա համար էս պատը վերցրեցինք, որ մի քիչ զբաղվի, բարձրանա, կախվի, ձգվի, ինձ թվում է կտանեն գիմնաստիկայի ես 5.5 տարեկանը, մի քիչ ավելի մկանները զարգացնելու համար, հետագայում կորոշենք արդեն ինչ սպորտի գնա։ Սա դուք բան էիք ցանկանում մեզ ասել, բայց Ռոբերտը կարծես թե ընդհատեց ձեզ։ Ես այն սենյակում էի ուզում ցույց տալ մի հատ բան, որ գուցե ծնողներին հետաքրքիր լինի։ Այո։ Այդ մեթոդիկայով եւս իրենց բալիկներին սովորացնեն շատ կարեւոր արժեքներ։ Տեսեք, սենց ընդհանրապես պոստերներ եմ ես գտել ու գնել գրախանութից, այստեղ կոնկրետ կոմպոզիտորներն են, այստեղ ռուսական կոմպոզիտորներն են, ու մեր աղջիկը տեսնելով զուտ նկարները ու հաճախակի դնելով այս երաժշտությունները, այս կոմպոզիտորների, երևի 6-7 կոմպոզիտոր արդեն տարբերում է երաժշտությունները, օրինակ կարող է Բախ միացված լինի, ասի չէ, ես ուզում եմ Մոցարտ։ Ու իսկապես դեմքով, որ ցուցանակում ցույց ենք տալիս, ով է, ամբողջությամբ ասում է։ Շատ հետաքրքիր։ Ծնողների համար ընդհանրապես որ տեսանելի ձևով շրջանակի մեջ փակցնեն այն ինչ որ ուզում են սովորեցնեն, հաստատ ավելի հեշտ կստացվի ուսուցումը։ Շատ հետաքրքիր բան ասացիք եւ ուսուցողական ամենակարևորը։ Գնանք շարունակենք ձեր տղայի սենյակում նկարահանումները, որովհետեւ կիսատ մնաց կարծես թե, եւ քանի որ երեխաների մասին ենք խոսում, ցանկանում եմ հասկանալ ինչ մասնագիտություն կցանկանայիք, որ ձեր երեխաները ընտրեին։ Վստահ եմ Ռոբերտ, դուք ձեր մտքում որևէ մասնագիտություն ունեք մտապահած։ Դե քանի որ ես ֆինանսիստ եմ, կցանկանայի կամ ֆինանսիստ կամ էներգետիկ ոլորտում եմ կամ էներգետիկ։ Կցանկանաք, որ ձեր գործը շարունակի ձեր տղան։ Իհարկե։ Տղան։ Թե աղջիկը։ Չէ, աղջիկս ինձ թվում է բան արեց ինքը աղջիկս չնայած ֆինանսիստ քաշեց Ատամ հատիկի ժամանակ ինքն էլ է ֆինանսիստ բան արը տղաս ավիատոր բիսպիլոտնիկը տենց անօթաչու սարքերի կառավարիչ այո ավելի ժամանակակից դե ինձ թվում է դեռ վաղ է պետքա բացահայտենք երեխաներին տեսնենք ժամանակի ընթացքում իրանք ինչ նախասիրություններ ունեն իրանք որոշեն ու նենց արագա ժամանակը զարգանում, որ ապագայի մասնագիտությունները մենք էլ հիմա չենք կարող հստակ ասել, ասենք ոնց կվերափոխվեն, ինչ կկոչվեն եւ ինչ ֆունկցիոնալ նշանակություն կունենա էլ այդ ամեն ինչը։ Դրա համար այս պահին ուղղակի թողել ենք, որ իրանք սովորեն, չգիտեմ, զարգանան, հələ որ շատ փոքր են, չնայած տղաս արդեն հաշվում է, միջև 5 տարեկան է, բայց միջև 100-ը հաշվում է, տառերը անգլերեն, հայերեն տիրապետում է։ Բազմապատկում հավեսակը գիտի։ Արդեն սկսել է գումարում անում, բազմապատկում ինչ-որ բան թվերի, միջև 10 թվերի մեջ։ Դուք երկուսդ էլ զբաղված մարդիկ եք իրականում, ով է զբաղվում երեխաների հետ։ Երկուսս էլ ճիշտն ասած, չէ։ Ավելի շատ Սեդան է զբաղվում։ Դայակ, տատիկ, պապիկ։ Այո, ունենք։ Բոլորից ունենք։ Շատ լավ է, որ ունեք, ուզում եի հասկանալ ով է զբաղվում իրականում երեխաների հետ։ Տեսեք, երբ որ օրինակ շատ խաղալիքներ ունեն, Իզաբելը ոնց որ շատ է, խնդիր էր առաջացել մոտապես մի 4 ամիս ես ծրագիր էի կազմում կարող է որոշ ծնողներ համարեն որ դա մի քիչ ցնդաբանական բան է որ արել եմ բայց տեսեք ամբողջը նկարել եմ համակարգել եմ ու տարիքով 3-ից 6 տարեկան կազմել եմ 1 ամսվա զարգացման պլան ու սենց կա ինքը տպած ու տեսակները նաև խաղալիքների ու զարգացման որպեսզի մենք համակարգված զբաղվենք ու չմոռանանք օրինակ ինչեր նաև ունենք, որովհետև որ շատ խաղալիքներ ունեն ու ամեն ինչ տեսնում են, իրանք ոնց որ ցակուցրիվ լինի իրանց մոտեցումը, բայց այդ ծրագրի միջոցով շատ է մեզ օգնում ու անգամ ես մտածում էի դնեի ծնողների խմբում, որ եթե իրանք էլ իսկապես օրինակ դայակ են վերցնում, ու այդ դայակը տենց չգիտի ոնց զբաղվի բալիկների հետ ոնց զբաղացնի, այդ շատ կարա օգնի, օրինակ
ու բաժանված է ամեն օրը մի ոլորտից, մի քանի ոլորտից ծրագիր է, այդպես ինձ թվում է այդ կարևոր բաներ, ես ամեն դեպքում որ դա արեցի, որտեղ ինձնից շատ ժամանակ պահանջվեց, շատ ուրախացել էի այդ առիթով։ Ինչ խաղերով է լցվում ձեր տղայի առօրյան։ Տեսեք, ամենակարևորը սա հիմնական խաղերի զոնան չի, որովհետև Սա զոնան չի։ Որովհետև այստեղ մեծ զգեստապահարան պետք է լինի եւ աշխատասեղան, քանի որ մեկ տարուց բարիկը պարտեզ է գնալու եւ մեր շոտելի մորը կրկիտ աշխատանքի արդյունքում դեռ չունենք պահարան, այսինքն դեռ պատվիրել ենք ու չեն պատրաստել, բայց այս զոնան ավելի գեղեցիկ է լինելու, թեև սենց էլի համակարգել ենք։ Իսկ աղջկա զոնան արդեն խաղալու Մոնտեսորի մեթոդիկայով բաժանված է։ Հիմնական իր փազլներն է, լեգոները, իր մեքենաները, այս շունիկները, իր շինյաչի պատրուլ, չգիտեմ, ռոբոտ շունիկը, դինոզավրը էսի, իմ սիրած դինոզավրն է։ Ավելի շատ դուք եք սրանով։ Պարկ էսի իմ դինոզավրն է։ Նաև աստղագիտության հետ կապված դետալներ եմ տեսնում։ Հետաքրքրվում եմ մոլորակներով, աստղերով, երկնքով, Այս շատ է սիրում խոսալ։ դեռ կիսատ է, այստեղ բոլոր մոլորակներն են լինելու, Արեգակնային համակարգի փոքր տենց մոդելի։ Իրենց ուղեցրել Արեգակի շուրջ պատկող հետաքրքիր եք մտածել շատ։ Գրքերը արդեն կարդում է, ասացիք երեխան, թե միայն գիտի տարերը։ Գիտի, չի կարդում, բայց դուք չեք պատկերացնի ոնց է ինքը լսում, սենց շոտ մեծ ոգևորությամբ ու հեքիաթներն էլ անգիր ասում է, այսինքն ուղղակի հիշողություն շատ ուժեղ ունի, ոչ մի բառ չի շփոթում, ոնց հեքիաթի մեջ կարդում ես իր համար, ինքը նույնությամբ ասում է։ Ընկերներ, այս հատվածում հաղորդման մեր պետք է լինի գովազդ, որից հետո մենք կվերադառնանք եւ կմիանանք մեր դիտողներին ու կբացահայտենք ձեզ հետ միասին ձեր բնակարանը։ Շատ լավ։ Սեդա Ռոբերտ ներկայացնեմ համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքները եւ դրանցից մեկն է համեղ բաղադրիչները, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաև նորույթ, կարմիր աղացած կծու պղպեղ, կարմիր քաղցր աղացած պղպեղ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ ապակե տարաներով։ Շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե հիշում ենք։ Դե Մառանիկ համի գաղտնիք։ Իհարկե չեք հիշում, ընտրյալ հատիկ համի գաղտնիքի Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ, որն արտանցնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Անչափ շնորհակալություն։ Բարեկամներ, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված նվերները ձեզ։ Շնորհակալություն շատ։ Շատ շնորհակալ ենք։ Սիրով նվիրեցինք ձեզ, հիմա խոսենք արդեն էլի ձեր բնակարանի եւ ձեր գործունեության մասին։ Գրեթե նոր եք ավարտել վերանորոգումը։ Թանկ հաճույք է, չէ՞, Հայաստանում վերանորոգում իրականացնելը։ Դե իրականում այժմ չի, այս վերջի մի քանի տարվա ընթացքում բավականին գները բարձրացել են, բայց հնարավոր է փորձել մատչելի եւ որակով շինանյութ գտնել։ Կահույքը մենք պատվիրել ենք, մեծ մասը պատվիրված կահույք է։ Որտեղից եք պատվիրել, որ երկրից։ Հայ արտադրողների։ Հայ արտադրողներից։ Ու խոհանոցի կահույքը օրինակ Նիկոից ենք պատվիրել, փափուկ կահույքը, տենց էլի մասնավոր արտադրամաս է,
երեխեքի բան կոմոդոից։ Հասկանալի է։ Խոսենք խոհանոցից, քանի որ խոհանոցում են գտնվում։ Ով է զբաղվում ձեր տան ուտեստների պատրաստմամբ։ Ամուսինս Չէ, ես մենակ ձվածեղ եմ կարում սարքեմ։ ու չեք Պատկերացնիկով համեր ձվածեղ եմ կարում սարքեմ ու վсё, այդքանով։ Մեկ է սուրճը ապարատով։ Լեչո ձվածեղը ամենահամովն է ինչ ես կերել եմ, շատ համեղ է պատրաստում այդ ռոբը, բայց ընդհանուր ես եմ պատրաստում։ Հասցնում եք այդքան զբաղվածության մեջ լինել նաև խոհանոցում։ Մենք ունենք նաև դայակ, անկեղծ կլինեմ, ով օգնում է մեզ շատ հարցերում։ Նաև խոհանոցային հարցերում։ Այո, օգնական։ Ես տեսնում եմ, որ կան պատին ամրացված նկարներ, մեծ, եւ դուք մինչ նկարահանումները ասացիք, որ հասցրեցիք նկարահանման համար իրականացնել այդ աշխատանքները։ Այդքան շատ է ձեր զբաղվածությունը, որ նույնիսկ նկարների ամրացման համար ժամանակ չի գտնվում։ Տեսեք, քանի որ ուզում ենք ամեն ինչ շատ կատարյալ լինի, կադրը սիրուն լինի, ռամկաները որակով լինեն, միշտ ձգձգվում էր այդ հարցը, որովհետև սպասում էինք լույսերը ընտրենք, նոր նկարներ ընտրենք դրան համապատասխան, բայց երբ որ ունենք deadline, մենք պետք է հասցնենք վաղը նկարահանում անենք, 3 երեկոյան փակցրեցինք ու շատ դժվար էր, տեսեք, նկարներ ընտրելու, որը Բայց ձեր խոսքից հասկանում եմ, որ Ռոբերտն է այս աշխատանքը իրականացրել, որովհետև հպարտորեն այսպես կանգնած է, որ այո, ես դա արեցի, ճիշտ եմ հասկանում։ Մասամբ, այո, ճիշտ եք հասկանում։ Երեխաների անունները նշեք, խնդրում եմ։ Մեր տղայի անունը Գրիգա, մեծ տղաս 5 տարեկան է եւ աղջիկս 2 տարեկան Լիլիանը փոքրն է, մեր 2 չարաճճիներն են։ Ես տեսնում եմ այս կողմում մի պահարան, որի վրա աշխարհի բոլոր երկրներից ինչ որ մի դետալ կա։ Աշխարհի չէ, Վահան ջան, բայց Աշխարհի մեծ մասի գոնե 50%-ից ավելին կա հաստատ այստեղ։ Ես մի բան կարող եմ ցույց տալ ու դրա մասին պատմել, դժվար ձեր աչք ընկներ, բայց սա հեսա դուք էլ ստեղ կլինեք, ովքեր մեր նոր բնակարան գալիս են, մենք նկարվում ենք ու որպես հիշողություն ամրացնում ենք, դե քանի որ նոր ենք տեղափոխվել, շատ նկարներ չկան, բայց ձեր նկարն էլ էստեղ անպայման կլինի որպես մեր պատվավոր հյուրերի։ Շնորհակալություն այդ պատին մեզ արժանացնելու համար։ Դարձրել տենց Սեդա մի հարց ունեմ ձեզ։ Դուք ասացիք, որ զբաղվում եք անձի մարքեթինգով եւ հնարավոր է մի անձ, ով ունի որևէ բիզնես, կարող է դառնալ նաեւ իր բիզնեսի դեմքը։ Կա հնարավորություն, որ ես օրինակ դիմում եմ ձեզ, ասում եմ, ունեմ բիզնես, ցանկանում եմ դառնալ իմ բիզնեսի դեմքը, բայց ուսումնասիրելով իմ անցած ուղին կամ ներկայիս գործունեությունը, դուք նպատակահարմար չեք գտնում, որ ես կարող եմ լինել այն մարդը, ով կարող է դառնալ բիզնես դեմք։ Տեսեք, Վահան ջան, կուզեի տարանջատեինք, որ անձի բրենդը ոչ միայն ընկերության ղեկավարը կարող է լինել, այլ ցանկացած մարդ, ով իր ոլորտում պրոֆեսիոնալ է եւ իր մրցակիցներից ցանկանում է տարբերվել։ Այսինքն այստեղ կարևոր պայման չի ունենալ բիզնես։ Ցանկացած մասնագետ, ով իսկապես զգում է, որ կարող է շուկային առաջարկել մի բան, որը ոչ մեկ չի առաջարկում, կամ նորովի է մոտենում իր հարցին, տեսեք, երբ որ ես 2014 թվականին հիմնեցի իմ մարքեթինգային ընկերությունը, այդ ժամանակ ես հեծանիվ չէի հայտնագործել։ Ես ուղղակի վերցրեցի մի բան, որը շուկայում քիչ պահանջարկ ուներ, բայց գեղեցիկ փաթեթավորեցի, յուրօրինակություններ մտցրեցի, ու այդպես շուկա մտա որպես event marketing-ի ճյուղ զարգացնող ընկերություն։ Այսինքն, այստեղ պետք է տարբերենք, որ միայն բիզնեսի սեփականատերերը չեն կարող ունենալ անձի բրենդ, եւ ամենակարևորը պետք է բխի նրանից, որ մարդը հաշտ լինի, որ ինքը ուզում է ունենալ անձի բրենդ, որովհետեւ ռիսկեր կան, պատկերացրեք շատ ճանաչվածություն, շատ սուր հայացք տվյալ մասնագետին, բայց այնքան պլյուս կողմեր կան, դրական կողմեր կան, երբ որ դու քո ոլորտում առանձնանում ես, տեսեք, դուք ձեր հյուրերին ընտրում եք սովորական իրանց կաբինետում աշխատող մարդկանց չէ, այսինքն դուք իրանց մասին չեք իմանա։ Ամեն դեպքում մարդիկ իրենց ոլորտում որևիցե արժեք դրել են, շարունակում են աշխատել ու դուք իրենց հետաքրքիր եք համարում, դրա համար իրենց գնում եք հյուր։ Սովորական մարդկանց, ովքեր իսկապես լավ որակի աշխատանք են անում, իրենց մասին շատ քչերը գիտեն։ Ու իմ աշխատանքը դրանով է շատ ինձ ոգեշնչում, որ
լավագույն մասնագետները կարողանան կաբինետից դուրսել իրենց ներկայացնեն ու աշխարհին հայտնի լինեն ու օգտակարությունը իրենց ավելի շատ լինի։ Լավ, ինչպես եք իրականացնում այդ անձի մարքեթինգի փուլային զարգացումները։ Ինչպես նախորդ հարցի ժամանակ նշեցի, ուսումնասիրություն ենք անում, հետո կազմում ենք ռազմավարություն, ոնց ենք առաջնորդվելու, ինչ փուլերում ենք իրեն դիրքավորելու։ Նկատի ունեմ, ովքեր են այն մարդիկ, ովքեր որ զարգացնում են այդ ամենը։ Տեսեք, առաջին հերթին առաջի բլոկը ամենաանհրաժեշտությունը, ամենակարևորը դա ռազմավարությունն է։ Դա կազմում եմ ես եւ իմ թիմակիցների հետ միասին, մարքեթինգի ռազմավարների հետ միասին։ Հետո մենք արդեն աշխատում ենք տվյալ անձի ինդիվիդուալ կողմերը զարգացնելու, ովքեր օրինակ ձայնի հետ կապված խնդիր ունեն եւ հանրային ելույթները իրենց անբաժան մասն են կազմում, կամ սովորական, թեկուզ փոքր թիմային հանդիպումների ժամանակ կամ պրեզենտացիաների ժամանակ պետք է ելույթ ունենան, ձայնի մարզիչն է աշխատում։ Այսինքն բեմական խոսքի մասնագետ։ Այո, մի քանի Հրաչուհի Ուտմազյանն է նաև մեր մասնագետներից, հանրային հեռուստատեսությունում աշխատող եւս մասնագետներ կան, ովքեր մեր պատվիրատուների հետ աշխատում են։ Ունենք image making-ի մասնագետ, որը ամենամասնագետ եւ ոճաբան, երկու առանձին մասնագետներ են, ովքեր հատուկ աշխատում են տվյալ առիթի իրադարձության համար նախապատրաստելով։ Պայմանական վերցնենք, գործարարը ունի էքսպո եւ պետք է ներկայանա իր էքսպոյի ժամանակ, հետո պետք է ներկայանա ելույթով հանդես գա ու ամեն ոճի համար, ամեն իրադարձության համար հատուկ ոճ է ընտրվում, այսինքն մենք աշխատում ենք նաեւ շոփինգ անելու, ոճը կառուցելը, որովհետեւ մեծ մասը տղամարդկանց շատ քիչ Հայաստանում գործարար կհանդիպես, որ օրինակ մտահոգվում է, ինչ ինտերիերում եմ ես ելույթ ունենալու կամ դե լավ գործարար հանդիպում է, հիմա ամուսինս ժպտում է, որտեվ իրան էլ է մեկ, ոնց կհանդես գա։ Ու երբ որ սկսում ենք աշխատել, նենց է տարբերվում մարդու կերպարը, չէ՞ որ առաջին հայացքից մենք կերպարով ենք, չէ՞, ընկալում մարդուն, նոր երբ որ ինքը բացում է իր բերան ու իր խոսքով արտահայտում է այն ներուժը, որ ունի։ Դրա համար մարքեթինգի մասնագետներ, դիզայներներ, վեբկայքի պատրաստողներ, այսինքն շատ մասնագետներ կան, ովքեր ներգրաված են անձի բրենդի կառուցման մեջ։ Թանկ հաճույք է անձի բրենդավորումը։ Չի ասի, շուկայական գները մարքեթինգի ոլորտում ոնց որ կան, կարելի ասել նման գներ են։ Իսկ դրանք բարձր գներ են թե ոչ, որովհետև անկեղծ ես որևէ ինֆորմացիա չունեմ։ Դուք ուզում եք հնչեցնեմ, որից է ինչ-որ սանդղակ, որից Եթե կնշեք ավելի լավ կլինի։ $1500 սկսած։ Սկսած $1500-ից։ Դրա մեջ, սակայն մտնում են շատ կոմպոնենտներ, որոնք մատուցվում է ընկերության կողմից։ Ինչպես գտնել ձեզ Seda։ Ինձ կարող են գրել Seda Վարդանյան Facebook-ում, Instagram-ում կամ Global Media Lab մարքեթինգային ընկերության էջին։ Բարի, շնորհակալություն։ Մի դետալի եմ ուզում անդրադառնալ, դուք խնամքով թաքցրել եք ձեր օթորակիչը։ Սա ում գաղափարն է եղել եւ ինչու։ Վահան, որ ասեցիք մի դետալի եմ ուզում անդրադառնալ, ինձ թվաց է սա ինչ-որ տենց, ինչ-որ երկրից վերված սիմվոլին կամ ստատուետկային։ Էս էլ ենք շատ երկար մտածել մեր ինտերիեր դիզայներների հետ, իդեպ 5 հոգի աշխատել մեր տան պրոյեկտի վրա ու այնքան երջանիկ ենք, որ վերջապես իսկապես ստացանք այնպիսի հարմար տուն, որը որ նախապես մտածել ենք դիզայներների, չէ՞, Ռոբ։ Հա, դիզայներների, որ խնդիր էր դրված օթորակիչը ինչ-որ մի ձև քողարկելու, տենց որոշեցին փայտով ցանցապատ բան սարքեն։ Ինչ թվում է, հենց համ նկատելի է, համ ինքը նորմալ հովացնում է, համ այդքան էլ չի երևում։ Չինական մշակույթին վերաբերող բազմաթիվ դետալներ եմ տեսնում։ Ո՞վ է ձեր տանը չինական մշակույթի սիրահարը։ Ոչ թե չինական մշակույթի, այլ ճամփորդում եմ գործի բերումով շատ Չինաստան, համ գործընկերներն են գալիս Հայաստան, ինչ-որ նվերներ են բերում, մենք ենք գնում Չինաստան այնտեղից սուվենիրներ ենք բերում կամ էլի նվիրում են։ Գործի բերումով է ստացվել, որ չինական կոմպոնենտը շատ է, բայց իրականում շատ հետաքրքիր մշակույթ ունեն ու
մեզ համար նաև շատ անծանոթ, որ լիքը նոր բացահայտումներ պետք է ունենանք։ Ինձ թվում է Չինաստանը այն ուղղությունն է աշխարհի, որ սկսելու է դառնալ թելադրողը։ Ոնց որ մեքենաների մեջ, տեխնիկաների մեջ հիմա առաջատարն է միանշանակ աշխարհում, ինձ թվում է շատ ենք դեռ Չինաստանին անդրադառնալու մեր հետագա տարիների ընթացքում։ Ռոբերտ, ծաղիկները դուք եք նվիրել Սեդային։ Չէ, ծաղիկները միասին ենք գնել։ Ահա։ Սեդան սիրում է այտենց ֆլորիստական, այսինքն ոչ թե փունջ գնենք, այլ գնենք ծաղիկներ, Սեդան զարդարի, համադրի մեկը մյուսի հետ, ավելի շատ այն ինչը որ գեղեցկության հետ է կապված, բոլորը Սեդան է կազմակերպում։ Յուրահատուկ շախմատ եմ տեսնում սեղանին դրված ու ուզում եմ հասկանալ ով է դրանով զբաղվում։ Շախմատը Սեդանա ծննդյանս արդիվ նվիրել։ Ես դպրոցական տարիներին շախմատով եմ զբաղվել, առաջի կարգային եմ ու մինչև հիմա շախմատ էլի սիրում եմ, խաղում եմ, երեխաներն էլ են սովորում, այս որպես օրիգինալ շախմատ Հենց խաղալու համար ճիշտ ասած այդքան է հարմար չի, բայց ինքը շատ սիրուն է ֆիգուրաների տեսքը։ Սեդա, դուք տիրապետում եք շախմատին, թե ոչ։ Ես վստահ եմ, որ դուք եք դասավորել այս տախտակը, որովհետև որևէ ֆիգուր բացի զինվորներից կարծես թե չի համապատասխանում իր տեղին։ Չնայած դժվար է գուշակել որը որն է, բայց գոնե փիղը նավակը կարելի է հասկանալ։ Երկու փիղ իրար կողքի է դրված, երկու նավակ իրար կողքի է դրված։ Դա նավակն է։ Փիղը պետք է լիներ նավակի կողքինը։ Okay։ Բայց ինչևէ։ Գնանք ձեր տունը բացահայտելով շարունակենք։ Եկեք։ Ուր ենք տեղափոխվում։ Գիտեք, չէ։ Ուրեմն սանհանգույցը վստահ եմ քիչ հյուրեր են ձեզ ցույց տալիս, բայց մենք ինքան գեղեցիկ ենք ստացել, որ մեծ սիրով կարող ենք ցույց տալ ձեզ։ Մենք շատ հետաքրքիր սանհանգույցում ենք եղել, դա Տիգրան Հարությունյանի հաղորդավար Տիգրան Հարությունյանի սանհանգույցն էր, որտեղ կար նաև լողավազան, բայց մոտավորապես այս չափի էր։ Երևի յուրահատկությունը այս օվալների մեջ է մեր սանհանգույցի եւ մատերիալի, որը պատրաստել ենք։ Եվ ջահը, ինչ խոսք։ Շնորհակալություն։ Տեսեք, շատ մեր համար կարևոր էր, որ լիներ շատ մինիմալիստական, չճնշող ու սալիկ չլիներ, ու դրա համար ամբողջությամբ պատեցինք միկրոցեմենտով ու մեզ այնքան ենք տանջվել իրականում, որ ճիշտ գույն լինի, ճիշտ կառուցված լինի ու շատ ուրախ եմ, որ ստացել ենք։ Հարցս ուղղված է երկուսիդ, բարեկամներ։ Գաղտնիք չէ, որ վերանորոգման աշխատանքների ֆինանսական մասը վստահված է տղամարդուն, իսկ ավելի ամբիցիոզ մասը վստահված է կանանց։ Այս կարծիքը նախ կիսում եք թե ոչ։ Միանշանակ տենց է։ Ձեր տառապանքը կարծես թե փորձում եք Ռոբերտ։ Ի վերջո, հաղթեց ինչը, ընտանեկան հարաբերությունները, թե հաղթեցին ամեն դեպքում, որ ես ասում եմ, որ այսպես պետք է անել եւ վերջ Սեդա։ Միշտ էլ կոմպրոմիսային ենք, լուծումները բոլոր որտեղ որ տարաձայնություն եղել է, միշտ լուծումները տենց կոմպրոմիսային տարբերակով ենք առաջնորդվել, միշտ տենց գտել ենք օպտիմալ տարբերակը ու ճաշակներով էլ այնպես է, որ կիսում ենք, այսինքն նույն պատկերացումներ ունենք։ Համ էլ որ դիզայնը նախապես հաստատել էինք, արդեն մի քիչ ավելի հեշտ էր, որ դիզայներն էլ ինքը համ մինիմալիստական ճաշակով եւ ոչ տենց շատ մեծ ծախսատար լուծումներ ա տվել։ Հեշտ է այսօր։ Դա կարևոր է, որ այսինքն դիզայները երբ որ աշխատում է, շատ կարևոր է հետագա ընթացքի համար, որ փոփոխությունները քիչ է լինում։ Այո։ Հեշտ է այսօր գտնել Հայաստանում համապատասխան մասնագետներ, թե երկար եք տանջվել այդ ամենը գտնելու համար։ Մոտ երևի 3 տեղ գնացել ենք դիզայնի համար, թե եւ դիզայնի եւ իրականացնող վարպետների մասին է խոսքս։ Չէ, հեշտ չի, իրականում հեշտ չի, բայց դե կարողացել ենք գտնել։ Ինձ թվում է հնարավոր է, նես չի որ հնարավոր չի։ Ամեն տեսակի մասնագետներ էլ կան, մատերիալներն, նյութերն էլ
արդեն Հայաստանում նենցա, որ ամեն տեսակի երևի դեկորի, շինանյութի տեսանկյունից կարողացել ենք էլի ամեն տեսակի ներմուծողներ էլ կան։ Ինչ գրականություն է հիմնականում լցվում ձեր առօրյայում։ Բիզնես, մարքեթինգ, տնօղավարություն, գեղարվեստական գրականություն քիչ։ Ունեք նախընտրելի գրող որպես գեղարվեստական գրականության ներկայացուցիչ։ Ես Իմ համար Դեն Բրաունն է։ Ահա։ Ես Դեն Բրաունի ֆանատ եմ։ Հրաշալի պատասխան ուղղակի Ռոբերտ։ դե օրինակ էս։ Իսկ դուք Սեդա։ Ես սկսել եմ Իստոչնիկը կարդալ, այն Ռիեդի ու մի քանի տարի ա որ սկսել եմ կարդալ ու ինքը առհասարակ ես գրքեր գիտեք ոնց եմ կարդում, մի քանի ամիս հետո մի իմ գիրք ընթերցել է, որովհետև այնքան եմ կարևորում ամեն տողը, որից կարելի է շատ բան սովորել ու այնպես է ստացվում, որ կյանքի տարբեր էտապներում հանդիպում եմ մի գրքի, որ հենց այդ պահի էր ինձ շատ պետք ու շատ մանրամասն եմ կարդում, ուսումնասիրում, կիրառում, այդպես։ Ես տեսնում եմ, որ ձեր սենյակից եւս մեկ ուղի կա, սա տանում է դեպի Զգեստասենյակ։ Զգեստապահարան, թե զգեստասենյակ։ Զգեստասենյակ։ Առանձին սենյակ է այնտեղ։ Փոքրիկ սենյակ է, այո, այստեղ հիմնականում տեղավորել ենք մեր հագուստները։ Այո։ Իսկ այստեղ, այս դրան հետևում, որտեղ Դավիթն է կանգնած, տեղավորել ենք մեր լվացքա սենյակը փոքրիկ։ Իրականում այդտեղ պետքա չլիներ լվացքա սենյակ, պետքա լիներ մեծ սանհանգույցում, բայց երբ որ բերեցին, տեղադրեցին, զգացինք, որ ընդհանրապես հարմար չի տեղաշարժվել այդտեղ ու լավ էր, որ տեղավորվեց դա տեղափոխել մյուս սենյակ։ Այստեղ կորցրեցինք, կարող եմ բացել ցույց տալ, լվացարան, բայց ամենակարևորը հարմար եղավ ապրելը այս տան մեջ։ Սա նույնպես գեղեցիկ է, վերանորոգված։ Տեսեք, այս պատիգույնը 8 անգամ ներկել ենք։ Ինչու՞։ 8 անգամ, որովհետև ոնց որ տված էր դիզայնում, այդպես չէր ստացվում։ Ու վերջը գտանք մի ընկերություն, որը տվեց իր տախտակները, շատ պրոֆեսիոնալ ընկերություն էր ներկերի, բերեցինք 8 տախտակ դրեցինք, մի 5 անգամ ներկելուց հետո, որ չէր ստացվում լավ գույն, ու ստացանք իդեալական գույն, որը որ հենց դիզայնով նախատեսված էր։ Ստացանք նաև նախորդ հարցի պատասխանը, որ հարցնում էի, արդյոք հնարավոր է գտնել համապատասխան մասնագետ թե ոչ, բայց փաստորեն դժվարությամբ է հնարավոր գտնել։ Ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ձեր հաղորդումը ինտերնետ հարթակում կլինի Կիրակի օրը ժամը 12-ից սկսած, իսկ որպեսզի կարողանաք այն դիտել, պետք է ընդամենը մուտք գործել Չէին սպասում KTM կայք եւ գտնել մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը ներառյալ։ Կամ մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական ալիքներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Մենք կարծես թե ունենք արդեն եթերաժամանակի խնդիր եւ ինձ մնում է ձեզ տալ վերջին հարցը, բայց հարցը ուղղված է արդեն երկուսի, դրա համար կխնդրեմ, որպեսզի տեղափոխվենք ձեր հյուրասենյակի հատված, որպեսզի մեր կադրը նույնպես լինի գեղեցիկ, ինչպես ձեր ամբողջ տունն էր, մեր կադրն էլ ունի դիզայներ, ինչպես հասկանում եք, դա Դավիթն է։ Եվ այսպես, բարեկամներ, ինչ է պետք մարդկանց կատարյալ երջանկության համար, հատկապես ընտանիքներին։ Համերաշխություն եւ մեկը մյուսին ներելու, հասկանալու ընդունակություն։ Ինձ թվում է առանց այդ ընդունակության դժվար է համատեղ կյանք, առօրյա ստեղծելը, եթե չլինի փոխադարձ զիջելու եւ մեկը մյուսին հասկանալու ցանկություն, ընդունակություն։ Սեդա։ Դուք ասացիք կատարյալ երջանկության, թե երջանկության համար։ Կատարյալ ստորակետ երջանկության, վերջակետ։ Ես կիսում եմ միանշանակ Ռոբի կարծիքը ու ինձ թվում է ճիշտ մարդ է պետք, մարդը կողքը որ լինի, ոչ թե ամենալավը, ոչ թե ամենասիրունը, այլ ուղղակի երկրորդ կեսը ու իհարկե իրար լսելու կարողությունը շատ կօգնի շատ հարցեր հաղթահարել ու գնալ միասին դեպի ապագա։ Ֆինանսը ունի արդյոք նշանակություն երջանկության հարցում, թե ոչ։
Դե մեր կյանքը հենց է դարձել, որ առանց ֆինանսի դժվար է, բայց միանշանակ ամենակարևոր կոմպոնենտը չի։ Բայց իհարկե ինչ որ չափով կյանքը հենց է դարձել, որ էական նշանակություն ունի։ Սեդա, եթե ինչ-որ պահի սկսած, Աստված մի արած չէ այնպես լիներ, որ ֆինանսական գերակշռողը լինեիք դուք, դա կհանդիսանար արդյոք խնդիր ձեր ընտանիքում, թե ոչ։ Ռոբերտ, խնդրում եմ դուք չպատասխանեք այդ հարցին։ Որ ես օրինակ ավելի շատ աշխատեի։ Այո։ Ինչ պետք է խնդիր լիներ։ Ես չգիտեմ, ես հարցնում եմ, կլիներ խնդիր, թե ոչ։ Դե ես շատ հույս ունեմ, որ կգա տենց կլինի, ու խնդիր չի լինի։ Որ կգա տենց օր, որ իսկապես ես էլ շատ կաշխատեմ ու իմ նախագծերը, որոնք ինձ համար շատ արժեք ունեն, արժեքավոր են, կլինեն նաև շատ եկամտաբեր։ Եվ կարծում եմ մենք ունենք ընտանեկան բյուջե, հենց մեր ամուսնության ամենասկզբից այդպես ենք որոշել, որը շատ առողջ է շատ ընտանիքներում եւս, որ չկա իմ գումարը եւ քո գումարը, կա ընտանեկան բյուջե ու փորձում ենք դա չկարևորել այն առումով, որ ում գումարն է, ում աշխատած գումարն է, ու ես էլ երբեք չեմ զգացել Ռոբից էլ, որ դե ես կտնօրինեմ, ես եմ ամենաշատը վաստակում, այդպես դրա համար շատ ուրախ եմ այդ առումով, որ եւս կոնֆլիկտ չունենք։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ, որ հյուր եկաք մեզ։ Ես մի պատմություն կարամ կարճ պատմեմ։ Դավիթ։ Այո։ Մայրիկից մի քանի օր առաջ զանգեցի ու գիտեք ինչ ասեցի, մի 15-18 տարի առաջ, երբ որ ծնողներիս տունը վերանորոգեցին, այնքան սիրուն էր, ես ինձ շրջվում էի ասում էի, տեսնես մի օր ես հայտնի կդառնամ ու չէին սպասում կգա մեր տուն, որ ես իրենց պատմեմ, սենյակները ցույց տամ ու մամային զանգել եմ, ասում եմ, աղջիկդ մանկական երազանքներից մեկը ոնց որ իրականանում է, ու շատ հաճելի էր, որովհետև ձեր հաղորդումներից ոչ միայն հետաքրքիր է ուրիշի տունը տեսնելը, ոնց են իրանք դասավորում, այլ կադրից դուրս էլ ես ասացի, որ նաև ուսուցողական պահեր են եղել, որ պատկերացրեք 15 կամ 20 տարի առաջ ես մի ձեր հյուրի հիշում եմ, որ ասել էր մենք օգտագործում ենք հայերեն բառեր, ինչքան սիրուն է, որ դուխովկա չասեն, այլ ջեռոց ասեն, բազմոց ասեն, ու չեք պատկերացնի ոնց էր դա ինձ մոտ տպավորվել, մինչ օրս ես հաճախ հիշում եմ այդ կադրը ձեր հաղորդման, դրա համար իսկապես ուրախ ենք, որ մեզ էլ հյուր եկաք։ Շնորհակալություն Գովեստի խոսքերի համար։ Մենք կհանդիպենք արդեն ձեր դռան մոտ։ Մուտքի եւ ելքի ժամանակ տրամադրությունը միանգամից փոխվում է, որովհետեւ ծաղկաշատ եւ դիմավորում եք եւ ճանապարհում։ Շնորհակալություն ընկերներ հրաշալի զրույցի համար եւ բնակարանային բացահայտումների համար։ Ու տնային ձեր պարագայում բացահայտումների համար։ Ձեզ շատ շնորհակալություն։ Շնորհակալ ենք, մենք էլ ենք շնորհակալ։ Լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.
Բարձրակարգ եւ հատընտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Դավիթ, տեսար թե որքան գողտրիկ անկյուն էին ստեղծել նրանք իրենց համար եւ որքան ներդաշնակ էր ամեն ինչ բնության գրկում, թռչունների դայլայլ, շունիկը։ Այո, շնորհակալություն Սեդային եւ Ռոբերտին ջերմ ընդունելության համար եւ գիտես ամենաուշագրավը ինչն էր ինձ համար։ Ինչն էր։ Որ Սեդան հատկապես այդչափ մեծ ուշադրություն էր դարձնում երեխաների կրթության եւ զարգացման հարցում, այո։ Իսկապես ես համարում եմ, որ կրթությունը եւ կիրթ հասարակությունը դա պետության հիմքն է։ Եվ դա պետք է երեխաների մոտ սերմանել մանկուց։ Այո, եւ ապահովել երջանիկ ազատ մանկություն։ Ազատ է իհարկե չշփոթել սանձարձակության հետ։ Միանշանակ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ Սեդային եւ Ռոբերտին, իսկ ձեզ հետ Վահանն էր Միրաքյան։ Եվ ինչպես միշտ Դավիթ Վարդանյան։ Մնացեք հարցը։ Հաջողություն։